հունվարի 4-ն է, մոտ 1 ժամ առաջ ներքին գործերի նախարարության փրկարարծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում գործող նշված գազալցակայանում պայթուն հրդեհ է տեղի ունեցել եւ կա տուժած։ Օպերատիվորեն ժամանել են փրկարարծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, մինչ փրկարարների եւ պարեկների ժամանումը ըստ տեղեկությունների, որը ստացվել է համայնքային ոստիկանության Աբովյանի բաժնում, Կոտայքի բաժնում, 1 հոգի նշված վայրից հոսպիտալացվել է Երևան այրվածքաբանության ազգային կենտրոն։ Տեղում պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցել պայթուն, ինչի հետևանքով այդ քաղաքացին վնասվածքներ է ստացել, հավանաբար այրվածքներ, իսկ ներսում տեսնում եք, այն որ ասում ոնց որ ամբողջը տակնու վրա արված լինի։ Հրշեջ փրկարարները այս պահին կատարում են հետախուզական աշխատանքներ հայտնաբերելու համար արտահոսքը որտեղից եղել, նախնականով արդեն գիտեն, բայց լրացուցիչ ճշտումներ են անում։ Դեպքի մասին պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից իմ տեղեկություններով արդեն հիվանդանոց է մեկնել հերթապահ քննիչը, ով այնուհետև կժամանի դեպքի վայր։ Ամբողջ առաստաղը կրակի հետևանքով վնասվել է, կողքի սենյակներում են նաև տեղի ունեցել այդ վնասումները, տեսնում եք, ամբողջ ըստ նախնական տեղեկությունների գազի, երբ որ գազը լցված է եղել սենյակում արտահոսքի հետևանքով, աշխատակիցը ծխախոտը կամ միացրած է եղել, կամ այն որ ժողովուրդը ոնց որ ասում է մտել է ներս ու պապիրոսը կպցրել է եւ տեղի ունեցել պայթուն հրդեհի բռնկումով։ Իդեպ մինչև շտաբօգնության ժամանումը վիրավորին օգնության են ասել հենց գազալցակայանի աշխատակիցները, այս պահին տեսնում եք ամբողջ սպասասրահն է, սենյակներն է, գրեթե բոլոր սենյակները տուժել է։ Ամբողջ, ստե հավանաբար իրանց հանգիստի սենյակն է։ Գազալցակայանի մոտ մի քանի քաղաքացի կային, ովքեր ասում են, որ շատ օպերատիվ են գործել շտաբօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները։ Այս պահին տարածքում ծառայություն են կատարում Աբովյանի համայնքային ոստիկանները, պարեկները եւ հրշեջ փրկարարները։ Այն երկու քաղաքացի կար, գնացին, դրանք էին ասում էին շատ արագ են եկել շտաբօգնությունը, MÇS-ը, փրկարարներու պարեկներն ու համայնքայինները։